Ձմեռային զորակոչի երկրորդ օրն է, բոլոր ժամկետայիններն այսուհետև ծառայելու են ոչ թե 2, այլ 1.5 տարի։ Զինված ուժերի համալերումը կշարունակվի մինչև հունվարի 31-ը, այսօրվանից մինչև ամսվա վերջ էլ կզորացրվեն ծառայությունն ավարտած զինվորները։ Դհոլ զուռնայով տղաներին ձեռքերի վրա բարձրացնելով են բանակ ճանապարհում ընկերներն ու հարազատները։ Համբերատար սպասեք, կգամ, ասում է ընկերների երկու պարից մի պահ կտրված նորակոչիկը։ Ինչն է կարևոր հարցնում ենք։ Խաղաղություն լինի, ասում է Աշոտը, մնացածը դժվար չէ։ Տղամարդու համար է բանակը ոնց որ պետք է ամեն մեկս գնանք ծառայենք, գանք մեր պարտքեր տանք բանակին։ Անկեղծ իմ համար տարբերություն չկար 2 տարի թե 1.5 տարի, բայց 1.5 տարի նրանով է լավ, կես տարի շուտ եմ գալու տնեցի քեզ հասնեմ։ Դավիթ Հեսեմերջյանների ընտանիքի երկրորդ զինվորն է, եղբայրն էլ է ծառայում, հուզմունքը խեղդում է, կկարոտեն իրենց քչախոս տղային, բայց պետք է ծառայի, ասում են։ Սփոփում է միտքը, որի տարբերություն առաջին տղայի Դավիթը կես տարի շուտ տուն կհասնի։ Ինչ տրամադրությամբ ես գնում։ Ինչ ունես ասելու։ Դի ծառայեն հայրենիքի համար, դի միանշանակ։ Երկրին խաղաղություն լինի։ Մեր երկրին որ խաղաղություն լինի, ամեն ինչ լավ կլինի։ Տղայա, դի ծառայի։ Բոլորս էլ, ես էլ 2 տղա եմ ունեցել, երկուսն էլ ծառայել են։ Ասել եմ դուխով չգցեց, դուխով գիտեն ծառայեն, բերեն ծառայեն։ Տղերքը բերեն ծառայեն անպայման։ Թող բոլոր զինվորներին բարի ծառայություն լինի, թող բոլորը անփորձանք գնան, անփորձանք գան, հասնեն իրենց ծնողներին, ոնց որ բոլոր ծնողների ցանկությունն է։ Մի քանի բառ է ասում ու զրույցն ընդհատում այս կինը, Թորանն է ճանապարհում։ Ուզում եմ որ անփորձանք գնան, անփորձանք գան։ Հայկը գնում է մարտական տրամադրությամբ, ընկերներին, ընտանիքին կկարոտի, բայց վստահ է, 1.5 տարին արագ կանցնի, քաղաքացիական կյանքում ծրագրերը շատ են, ուսում, աշխատանք, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է։ Ուզում եմ ասեմ բոլորին ով գնում է, բարի ծառայություն, բոլորս գնում ենք հայրենիքի պարտքը որ տանք, բոլորին բարի վերադարձ։ Զգույշ ու զգոն կլինես, Հայկին ասել է մայրիկը, չնայած վստահ է, իր խելացի տղան առանց խորհուրդների էլ լավ կծառայի։ Խաղաղություն լինի մեր երկրում, երեխաներն էլ գնան, բարեհաջող վերադառնան իրենց ընտանիքները։ Օրերը հաշվելով համբերատար կսպասեն իրենց ուժեղ տղային, ասում են մյուս նորակոչիկի, Լևոնի մայրիկն ու տատիկը։ Առաջի տղասը հպարտ ենք, ուրախ ենք, որ ճանապարհում ենք, բայց ամեն դեպքում հուզմունքը կա։ Թող խաղաղություն լինի, անփորձանք բոլորն էլ, որ տղա են, գիտակցումով բերել ենք, պիտի ճանապարհենք բանակ։ Թող գնան ծառայեն, գան, ամենակարևորը անփորձանք, խաղաղ երկնքի տակ ծառայեն բոլորը։ Մեր տղան կլինի, բոլորն է մեր տղաներն են, մեր երեխեքներն անսիշ ջան։ Բարով է, թամ բարով կա։ Լևոնը նրանց գոտեպնդում է, ուզվել պետք չէ, իր տրամադրությունը բարձր է, ոգին ամուր։ Իդեալական տրամադրությամբ եմ այդ կարամ ասեմ։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։